Նարինջը արևադարձային, մերձարևադարձային մշտադալար ծառատեսակ է։ Միրգը ներառում է 5 տեսակի մրգաթթուներ, 14 վիտամիններ, 3 տեսակի հանքանյութեր, տարբեր ֆերմենտներ, ինչպես նաև խաղողային և մրգային շաքար։ Նարնջի, ինչպես նաև մյուս բոլոր ցիտրուսային մրգերի գլխավոր առավելությունը վիտամին C-ն է։ 150 գրամ նարինջի բաղադրության մեջ պարունակում է 80 մգ ասկորբինաթթու, որը լրացնում է մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամին C-ի պաշարը։ Քրոնիկ հոգնածություն, աշխատունակության նվազեցում, տրամադրության անկում, քնկոտություն, հաճախակի մրսածություն, այս ամենը կարող է առաջանալ լարված առօրյայում վիտամին C-ի անբավարարության հետևանքով։ Այդ վիճակից ձեզ կօգնի դուրս գալ հաճելի բույրով և հաճելի համով ցիտրուսային միրգ նարինջը։ Նման դեպքերում նարինջի պարբերաբար օգտագործումը բնակարանում և աշխատասենյակում նրա հաճելի բույրը լավագույն միջոցներն են առույգ և լիարժեք կյանք վերադառնալու և մշտապես բարձր տրամադրություն պահպանելու համար։ Իսկ աշնանը և գարնանը անձրևոտ փոփոխական եղանակին վիտամին C-ի պահանջը օրգանիզմի կողմից մեծանում է, և այդ ժամանակ մեզ տարբեր վարակներից կարող է պաշտպանել իմունային համակարգի հավատարիմ օգնական ասկորբինաթթու պարունակող նարինջը։ Ամեն օր ճարպերով և սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունելիս արյան մեջ բարձրանում է ազատ ռադիկալների քանակը, և բջիջները ոչնչանում են, մեծանում է սրտանոթային խնդիրներ ունենալու հավանականությունը։ Մրգերը իրենց հերթին մի քանի ժամով դադարեցնում են այս պրոցեսը։ Դրանով է պայմանավորված գեսպերիդին և նարինգենին պարունակող նարինջի օգտակարությունը։ Կանխարգելում է երիկամային հիվանդությունները։ Նարինջի հյութի ամենօրյա օգտագործումը իջեցնում է երիկամային քարերի առաջացման հավանականությունը։ 200 մլ նարնջի հյութը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ մոլիբդենի մեկօրյա պահանջարկի 22,6%, սելենի և պղնձի 16%, կալիումի 15,2%, մագնիումի 5,8%, երկաթի 5%, ֆոսֆորի 4,1%, կալցիումի 2,1%, յոդի 1,3%։ Պտղամսում կան 6-8% շաքարներ, 1-2% կիտրոնաթթու, գլիկոզիդ, նարինգին, ֆիտոնցիդներ, եթերային յուղեր, ներկանյութեր, ինոզիդ և ռուտին։ Պտղակեղևի սպիտակ շերտում կան շաքարներ, փոքր քանակությամբ թթուներ, եթերային յուղ, զգալի քանակությամբ պեկտինային միացություններ։ Հարկ է նշել, որ նարինջը, ինչպես շատ այլ մրգեր, ունի բարձր գլիկեմիկ ցուցանիշ, այսինքն պարունակում է մեծ քանակով ածխաջրեր և շաքարավազ։ Եթե ունեք մարմնի հավելյալ քաշ կամ շաքարային դիաբետ, օրը 1 նարինջից ավել մի կերեք։ Կարևորը չափավորությունն է։ Բացի այս ամենից, նարինջը ամրացնում է իմունային համակարգը, պայքարում է վիրուսային վարակների դեմ, օգնում է փորկապությունների ժամանակ, վիտամին C-ն ոչնչացնում է կարիեսը առաջացնող բակտերիաները, իսկ նարինջի բաղադրության մեջ պարունակվող կալցիումը նպաստում է ատամների ամրությանը։ Նարինջը նաև լավ դեղամիջոց է ալկոհոլից հետո սթափեցնելու համար։ Նարնջի հյութի և ձվի դեղնուցի խառնուրդը հիանալի սթափեցնող ազդեցություն ունեն։ Նարինջը զգալիորեն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և նպաստում է աղիների աշխատանքի կարգավորմանը։ Ձմռանը բժիշկները խորհուրդ են տալիս օրական 1 նարինջ ուտել։ Դա դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Այն բավականին օգտակար է վիրուսային վարակների ակտիվ շրջանում։ Ֆոլաթթվի հաշվին նարինջը դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա։ Բացի դա, նարինջը օգտակար է հղիների համար։ Այն դրական է ազդում պտղի նյարդային համակարգի զարգացման վրա։ Վիտամին C-ից բացի նարինջը բազում վիտամիններ և միկրոտարրեր է պարունակում։ Թիամին կամ վիտամին B1, ֆոլիաթթու, կալիում։ Շատերը, չգիտես ինչու, մոռանում են նարինջի այնպիսի առավելության մասին, ինչպիսին է դրական ազդեցությունը մաշկի գույնի, սրտանոթային համակարգի աշխատանքի, արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա։ Քչերը գիտեն, որ կանոնավոր կերպով նարինջ ուտելու դեպքում նվազում է շնչառական համակարգի հիվանդությունների առաջացման ռիսկը։ Նարինջը նպաստում է օրգանիզմից տոքսիկ նյութերի դուրսբերմանը։ Այդ պատճառով այս միրգը անպայման պետք է օգտագործել անբարենպաստ բնակլիմայական պայմաններում գտնվելու
Նաև այն դեպքում, եթե գործի բերումով որևէ կերպ առնչվում եք թունավոր նյութերին։ Հարկավոր է կանոնավոր կերպով նարինջ ուտել ոչ միայն վիրուսային հիվանդություններից խուսափելու, այլև հիվանդության կրկնությունը բացառելու համար։ Նարնջի մեջ առկա վիտամին C-ն հիանալի հակաօքսիդանտ է, արգելակում է քաղցկեղային բջիջների գոյացումը, նաև նպաստում է վնասվածքներից հետո հյուսվածքների ռեգեներացմանը։ Նարնջի բնական հյութը նույնպես սնուցող շատ նյութեր ունի։ Միևնույն ժամանակ հյութի մեջ չկա բջջանյութ, թեև այդ բաղադրիչը առկա է նարնջի մեջ կլեպի և միջուկի արանքում։ Այնուամենայնիվ հյութ խմելիս մեր օրգանիզմը ավելի շատ կալորիա է ստանում, քան նարինջ ուտելիս։ Նարնջի կեղևը ունի առնվազն 3 օգտակար հատկություններ, կարգավորում է խոլեստերինի մակարդակը օրգանիզմում և հեռացնում է վնասակար նյութերը, ճնշում է աղիքային ворթերի և պաթոգեն միկրոօրգանիզմների կենսունակությունը։ Կեղևում պարունակվող շաքարները խթանում են ուղեղի աշխատանքը և ամրացնում են հիշողությունը։ Կեղևում պարունակվող մեծաքանակ ֆիտոնցիտները մաքրում են օդը մանրէներից։ Նարնջից ստացվում է եթերային յուղ, որը վաճառվում է դեղատներում։ Օգտագործվում է արոմաթերապիայում, հորմոնալ խանգարումների, հիպերտոնիայի, դեպրեսիայի, լեղաքարային հիվանդության, փորկապության, դիսբակտերիոզի, դաշտանադադարի, սրտի աշխատանքի խանգարումների դեպքում։ Նարնջի եթերային յուղը վերականգնում է մաշկի առաձգականությունը, պաշտպանում է անքնությունից, հանգստացնում է նյարդային համակարգը։ Բուրավետ յուղերով բուժման արվեստը ունի հնագույն պատմություն, առանձնահատկություններ և հակացություններ, այդ իսկ պատճառով պետք է խորհրդակցել մասնագետի հետ։ Նարնջի թարմ հյութը նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ ԱՄՆ-ում նկատվում է այդ հիվանդությամբ տառապողների քանակի նվազում տարեկան մոտ 1%-ով։ Օրինաչափությունը բացատրվում է այն հանգամանքով, որ վերջին 40-ից 50 տարիներին երկրում զգալիորեն աճել են սպառվող նարնջի հյութի ծավալները։ Մի այլ հետազոտությամբ պարզվել է, որ նարնջի թարմ հյութը չեզոքացնում է նիտրատների ազդեցությունը, թույլ չի տալիս, որ դրանք վերածվեն ուռուցքային նյութերի։